զգացում, թե մի հարգելի հետևողներ, ուրիշ միացմամբ մենք աշխատում ենք Երևանում Եվրամիության դեսպանատան շենքի մոտից, այստեղ բողոքի ակցիա իրականացնում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ընկերները, հարազատները, որոնք արդեն 25 օր է գտնվում են անազատության մեջ։ Քաղաքական բռնաճնշումների համատեքստում ԵՄ լռության առթիվ։ Մենք այսօր նաև այստեղ փոխանցելու ենք քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինե Առաքելյանի տեսաուղերձը տեքստային եւ սկավառակի տեսքով, ինչպես նաև փոխանցելու ենք Anti-Fake խմբագրության նամակը։ ԵՄ պարոն դեսպան Վասիլիս Մարագոս, ընդամենը օրեր առաջ Փաշինյանական վարչախմբի օրոք ձերբակալվեցին 9-9 փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Ձերբակալվեցին նրանք շինցուքերական հոդվածով, այդ տխրահարճակ խուլիգանության հոդվածով, որով նրանք արդեն մեկ անգամ կալանավորվել են եւ հետագայում արդարացվել են։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, այսօր Փաշինյանական վարչախմբի օրոք մենք տեսնում ենք, որ ռեպրեսիաների մի նոր շրջափուլ է սկսել։ Եվ այդ համատեքստում անհասկանալի է մնում ԵՄ լռությունը։ Այսօր ԵՄ-ն լռում է Փաշինյանական իշխանության օրոք համատարած բռնաճնշումների, խոսքի ազատության դեմ սահմանափակումների եւ ակնհայտ քաղաքական կալանավորումների համատեքստում։ Այն ԵՄ-ն, որ 20-րդ դարում է ստեղծվել ժողովրդավարական արժեքների հիման վրա։ Այն ԵՄ-ն, որը որ իբրև թե հանդիսանում էր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ջատագով եւ այլն։ Այսօր ԵՄ-ն հեռացել է իր գաղափարական արժեքներից։ Այսօր ԵՄ-ն տուրք է տալիս աշխարհաքաղաքական, այսրոպեական առաջնահերթություններին եւ ռեալ պոլիտիկ ասվածին, մոռանալով լիբերալիզմի եւ դեմոկրատական արժեքների մասին։ Եվ այնուամենայնիվ, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, ես ցանկանում եմ հարց ուղղել ձեզ. արդյոք ձեզ նորմալ է, որ Հայաստանում կալանավորվում են քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ընդամենը այն բանի համար, որ սուր քննադատության են ենթարկում գործող վարչախմբին եւ նրա իշխանության ներկայացուցիչներին։ Արդյոք նորմալ է, որ այսօր Հայաստանում տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, այսօր Փաշինյանական ռեժիմի օրոք մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ներին թիրախավորելու զատ ռեժիմը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին։ Բանտերում են Մասի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, թիրախավորված են նաև Հայ առաքելական եկեղեցին, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչները, կանանավայրերում են Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը եւ արդեն նաև Արշակ Սրբազանը։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, մենք կոչ ենք անում ձեզ չլռել Փաշինյանական բռնաճնշումների համատեքստում։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին վերադառնալ ժողովրդավարական արժեքներին, չլռել եւ դատապարտել այս իշխանությունների օրոք մարդու իրավունքների համատարած եւ զանգվածային խախտումների համատեքստում։ Մենք կոչ ենք անում ձեզ վերադառնալ իրական ժողովրդավարական արժեքներին եւ դադարել շարժվել ռեալ պոլիտիկ ասվածով եւ աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ խուլ ու համր ձևանալ Փաշինյանական ռեժիմի ապօրինությունների համատեքստում։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Freedom to all political prisoners in Armenia. Այժմ ես խոսքը կփոխանցեմ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինե Առաքելյանին։